Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, 3 գործընկերներիս հետ միասին մասնակցում էինք կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որը վերաբերում էր 18 տարեկան Դավիթ Մինասյանի հենց կալանավորելու հարցին։ Մի քանի օր առաջ բոլորս տեսել էինք այն միջադեպը, որը տեղի էր ունեցել Սուրբ Աննա եկեղեցում, ուզում եմ ուղիղ ասել, որ որևէ մեկը չի արդարացնում բռնությունը, որևէ մեկը չի արդարացնում ֆիզիկական ներգործությունը, բայց խնդրում եմ, եկեք միասին ավելի հստակ նայենք տեսանյութը և նկատենք, ինչ է տեղի ունենում նախքան այդ քաոտիկ, կուզեք կրկին նշեմ, դատապարտելի իրավիճակը։ Տեսանյութից ինչ է պարզ դառնում, որ ֆիզիկական ներգործության վիճակը մեկնարկել է ՊՊԾ ծառայողի նախաձեռնությամբ։ Այսինքն Դավիթ Մինասյանի կողմից 18 տարեկան առողջական խնդիրներ ունեցող, որի մասին նույնիսկ մայրը այսօր բարձրաձայնեց, որևէ մի գործողություն հենց Դավիթի կողմից չի իրականացվում։ Սկզբից հենց իր նկատմամբ է իրականացվում։ Այս հանգամանքները դատական նիստի ընթացքում մանրամասն ներկայացվեցին, զննվեցին, քննարկվեցին, բայց ոչ մի իրավական արդյունք չտվեցին։ Ինչպես է այդպես լինում։ Սա իրավական ժխտողականության ճանապարհն է։ Այսինքն մենք հասնում ենք մի իրավիճակի, որ պետք է խոսենք 18 տարեկան ապօրինի կալանավորվածի մասին, որի առողջական խնդիրները, ուզում եմ հստակ ասել, անվիճելի են, այսինքն վեճ չկա, որ առողջական խնդիրները կան, բայց միևնույն է կալանք է ընտրվում։ Դատավոր Մարտիրոսյանը գտել է, որ առկա է միայն խոչընդոտելու ռիսկը այն պարագայում, որ հիմնական ապացույցը ըստ քննչականի հանդիսանում է տեսանյութը։ Գործընկերներ, մենք ողջամտորեն պատկերացնում ենք, չէ՞, որ տեսանյութի վրա ազդել հնարավոր չէ։ Այսինքն իրավական տեսանկյունից քրեական գործ է հարուցվել, կարող է քննվել։ Ի վերջո անմեղության կանխավարկածը պետք է հարգվի։ Նույնիսկ ինչ տեսնում եք հաճախ մեկ այլ ասպեկտ է ունենում։ Հենց դրա համար է ի վերջո դեռևս հին հռոմեական իրավունքում ամրագրվել անմեղության կանխավարկածը։ Եկեք հարգենք այն, բայց հարգելով անմեղության կանխավարկածը ավելի մեծ արժեք կարևորենք։ Դա մարդասիրության սկզբունքն է։ Սահմանադրական դատարանը հենց վերջերս, երբ ընդգծել էր, որ տնային կալանք պետք է ավելի հաճախ կիրառվի, որ տնային կալանքը եւ կալանքը համարժեք խափանման միջոցներ են, ընդգծել էր մարդասիրության կարևորությունը։ Դատավոր Մարտիրոսյանը ուղղակի անտեսել է մարդասիրության սկզբունքը։ Քննիչները եւ դատախազները պարտավոր լինելով հարգել այդ սկզբունքը, անտեսել են այն։ Եվ այսօր 18 տարեկան առողջական լուրջ խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանը կալանավորվել է։ Եվ եթե հարցնեք լավ որն է պատճառաբանումը, ինչի համար հենց կալանքն է ընտրվել, ստացել ենք դատական ակտը այսօր։ Այնտեղ մեկ նախադասություն է գրված, որ այլ խափանման միջոցներ իզորու չեն ապահովելու պատշաճ վարքագիծ։ Լավ, արդյոք այս ամենը կարող է կոչվել իրավաբանություն։ Արդյոք այս ամենը կարող է կոչվել իրավունքի գերակայության սկզբունքով կաշկանդված լինելու, հարգելու պարտականություն ունեցող պաշտոնյաների վարքագիծ։ Չի կարող։ Անընդունելի է այս ամենը։ Եվ իսկապես առիթը օգտագործելով հորդորում եմ, խնդրում եմ, դատական նիստի ընթացքում էլ որպես խնդրանք էինք ներկայացնում, որ 18 տարեկան երեխա լինելու հանգամանքը հաշվի առնվի։ Իդեպ սա իրավական կատեգորիա է։ Մինչև 21 տարեկան անձը արդեն հատուկ կարգավիճակ ունի։ Դպրոցում գերազանցությամբ սովորող անձը, ով այդ փաստը կա, նախկինում երբևէ արատավորված չլինելու փաստը կա, պետք է հաշվի առնվի։ Բայց դատավոր Մարտիրոսյանի նախագահությամբ հաշվի չի առնվում։ Իդեպ դատավոր Մարտիրոսյանի վերաբերյալ մի կարճ տեսանյութ խնդրում եմ դիտենք միասին։
Ընդհանրապես Հայաստանի ամենատխրահարճակ դատավորներից մեկն է, բայց ես չեմ կարծում, թե անձնական խնդիր է, համակարգի խնդիր է։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ հենց այսօր գործընկերների հետ միասին մենք վերաքննիչ բողոքը մուտք ենք անելու։ Մենք նաև այսօր հրատապ դիմում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին, քանի որ Դավիթի առողջական խնդիրները ակնհայտ են։ Այսքանով ավարտելով խոսքս, ուզում եմ ասել ազատություն բոլոր ապօրինի կալանավորվածներին։ Աստված բոլորին պահապան։ Շնորհակալ եմ։